Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի մայիս ամսվա տարրո կանխատեսումը աղեղնավոր նշանի համար։ Սիրելի աղեղնավորներ, ինչպես միշտ նայելու ենք հինգական քարտով ամսվա ընթացքում կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բոլոր աղեղնավորները, բայց այն կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտում, տարբեր ձևով, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե դե հետաքրքրված եք անհատական տարրո կանխատեսմամբ, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով, իմ կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի որևէ տղամարդու ներգործությամբ ձեր կյանք։ Այս տղամարդը կարող է լինել թե ձեր շրջապատից, ձեր մտերիմներից որևէ մեկը, թե կարող է լինել նոր ծանոթություն, նոր ընկեր, նոր դասախոս, գուցե նոր հարևան, մի խոսքով, ինչ-որ նոր մարդ կարող է լինել, կամ էլ ձեր շրջապատից մեկը։ Նա ծնված կլինի, այս տղամարդը ջրի տարերքի ներքո, դա է ձկներ, խեցգետին կամ կարիճ։ Այս տղամարդը ինչ-որ դեր կունենա ձեր կյանքում։ Գուցե նոր գործընկեր լինի, կամ այս գործընկերը արդեն կա և նրա հետ ինչ-որ համագործակցություն ունենաք, հաջորդ քարտը դրա մասին է խոսում, կամ նոր հարաբերություններ սկսեն նման տղամարդու հետ, կամ եթե ունեիք ընկեր, նման տղամարդ, ապա հնարավոր է օրինակ նշանադրություն լինի, կամ ավելի գուցե ամուսնություն լինի, մի խոսքով կարծես ինչ-որ կապ կձևավորվի այս տղամարդու հետ։ Հենց հաջորդ քարը մեզ խոսում է դրա մասին, ոմանք գուցե ընտրության առջև կանգնեն։ Շատ աղեղնավորներ ամսվա ընթացքում անընդհատ տարբեր լուրեր կստանան, բնականաբար տարբեր ոլորտներում կլինի այս լուրերը, բայց որ կլինի լուր, այն կարող է լինել թե զանգի տեսքով, թե նամակի տեսքով։ Որևէ տղամարդ, ով ծնված է հողի տարերքի ներքո, դա է ցուլ, կույս կամ այծեղ ջուր, կրկին ինչ-որ դեր կունենա այս տղամարդը ձեր կյանքում ամսվա ընթացքում։ Նա կարող է լինել թե ձեր շրջապատից որևէ մեկը, թե կարող է լինել նոր ծանոթություն։ Այս տղամարդը կարող է լինել ձեր գործընկերը, ձեր ղեկավարը, ում հետ գուցե ինչ-որ ֆինանսական հարցեր լուծեք, շտկեք։ Իմիջիայլոց գուցե հայտնվի երկու տղամարդ, ում միջև դուք պետք է ընտրություն կատարեք, նման իրավիճակ եւս կարող է ստեղծվել, իհարկե ոչ բոլորի մոտ, սա ուղղակի ես մի դրսևորումն եմ ասում այս քարտերի։ Հնարավոր է օրինակ այս տղամարդկանցից, եթե տղամարդիկ են ինձ նայում, մեկը դուք եք և մյուսը մեկը և պետք է երկուսով կամ երկու ձեր գործընկերները լինեն և այդպես երեքով ինչ-որ հաստիքի համար դիմեք և ձեզնից մեկին պետք է ընտրեն, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի, ինչ-որ գումար կստանան շատերը կամ ինչ-որ թանկարժեք իր, ձեզ համար գուցե գնումներ կատարեք, կարծես ինչ-որ բան ժամանակին արել եք և արդեն ժամանակը հասունացել է, որպեսզի դուք ստանաք այն պտուղները, ձեր արած գործերի պտուղները։ Գումարի տեսանկյունից ներողություն ամսվա ընթացքում ամեն ինչ ձեզ մոտ լավ է լինելու։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված առաջինը կլինի լիալուսին, մայիսի 12-ին, մի քանի օր առաջ, 2 շաբաթ հետո այն իր ազդեցությունն է ունենալու։ Այս ժամանակահատվածում դուք ինչ-որ կարևոր բան կկատարվի ձեր կյանքում, կարևոր լուր գուցե ստանաք, պարզություն մտնի, ինչ-որ մի կարևոր բան կկատարվի, որը ձեզ համար կարծես ինչ-որ առումով ճակատագրական գուցե լինի։ Մի խոսքով այսպես շատ կարևոր բան է ձեզ սպասում։ Եթե դատական գործընթացների մեջ եք, այս քարտը կարող է խոսել նաև դրա մասին, որ վերջապես կհասկանաք, թե ում օգտին այն լուծվեց այդ հարցը։ Եվ նորալուսին կունենանք ամսի 27-ին, մի քանի օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այստեղ կրկին դուրս է եկել տղամարդ, ինչ որ սկզբում նշեցի, ով ծնված է ջրի տարերքի ներքո, այսինքն երբ տարբեր քարտերից նույնն է դուրս գալիս, դա ավելի է ուժեղացնում էներգիան և մեր ուշադրությունը ավելի է սևեռում հենց այդ ուղղությամբ, այսինքն այս տղամարդը հենց ինչ-որ կարևոր դեր է ունենալու ձեր կյանքում, նրա հետ ինչ-որ նոր սկիզբ եք ունենալու, թե նոր հարաբերություն կլինի, նոր գործընկեր կլինի, նոր գոլեգա կլինի, մի խոսքով, ինչ-որ նորություն կապված այս տղամարդու հետ, նոր բան։ Այսքանը սիրելի աղեղնավորներ կապված մայիս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումներին, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։